Նորին սուրբոձություն դերդեր արամարաչին վեհապար հայրաբեդի Լիբանանի հայոց թեմի գառույցներուն դված հովաբեդական այցելությունը սկսավ Բուրչամուդի քաղաքաբեդարանեն, ուր նորին սրբությունը թիմավորվեցավ քաղաքաբեդ Մարդիկ Բողոսյանի, երեսփոխանագոբ Բաքրադունի, քաղաքաբեդական խորհրդի անդամներ, ազգային վարչության պատկան մարմիններու, ինչպես նաև շրջանի մեջ գործող գազագերբություններու ներկայացուցիչներ։ Քաղաքաբեդարանի մեջ վեհապարին շնորհապաշ այցելության առիթով ողջույնի խոսք ուղեց քաղաքաբեդ Մարդիկ Բողոսյան, որ հետադարձ ագնարկ մնետելով հիշեց վեհապար դիրոջ Լիբանանի թեմի առաջնորդության դարիները, որոնց ընթացքին անքաղութի զավակներուն հետ թիմակրավեց քաղաքացիական պատերազմի ծանր դարիները, իսկ իբրև Գաթողիկոս Մեծիդան Անգելիկիոս Սուրբաթորին վեհապարը այսօր կհանդիսանա մղիչ ուժը իր հոդին զավակներուն։ Նորին սրբությունը իր խոսքի մեջ շեշտեց, որ Բուրչամուդը սփյուռքահայության մայրաքաղաքն է, իր յուրահատկություններով եւ գոչերով Բուրչամուդին գարչելու եւ անոր հայեցի թիմակից բաբանելու, ավելցնելով, որ այդ հանձնարարությունը ագնհայտ է։ Ավասի 21 տարիներ հետո գայցելեմ Բուրչամուդ։ Այդ նշանակել է, որ 21 տարիներու ընթացքին Բացակայ էր Բուրչամուդը իմ կյանքիս մեջ, ոչ, Բուրչամուդը միշտ ներկա եղած է իմ աղոթքներուս, մտածումներուս, աշխատանքներուս մեջ, որովհետև Բուրչամուդը ինձ համար եւ վստահ եմ մեր ժողովրդի բոլոր զավակներուն համար հոմանիշ է մեր քերակույն արժեքներուն, ազգային դոգունության, վճռագամության, հավատքի, հանձնարարության, մեր բանջարդիրության մանավանդ։ Բուրչամուդը մեզի համար եղած է ու միշտ կմնա սիրտը սփյուռքի հայության։ Եվ ահավասիկ ես ուրախ եմ, որ Բուրչամուդը այսօր նույն գիտակցությամբ շնորհիվ մեր գառույցներուն եւ մեր ժողովրդի զավակներուն գազմագերբ է եւ գենսունակ։ Հետևաբար այսօր ինձ համար անձնապես անհուն ուրախության օր է։ Իմ սպասումս է, որ մեր ժողովրդի զավակները Լիբանանի մեջ միշտ կապված մնան Բուրչամուդին։ Եվ ավելին, իմ սպասումս է, որ սփյուռքի հայությունը միշտ Բուրչամուդը ունենա իր կյանքի մեջ, իր սրտի մեջ եւ յուրաքանչյուր հայ մտածե, թե ինչ ցեվով մենք կրնանք օգտակար լալ, աչագից ու կորձագից դառնալ այն բոլոր աշխատանքներուն, նախաձեռնություններուն ու ծրագիրներուն, որոնց նպատակը Բուրչամուդը ավելի գազմագերբել է, մեր ժողովրդի կյանքը դարձնել է ավելի գենսունակ ու նպատակասլաց։ Այս առիթով ես իմ բարձր քնահանդանքս կուզեմ հայտնել Բուրչամուդի քաղաքաբեդին, քաղաքաբեդության գազմին, մեր բոլոր գառույցներուն, ազգային, գուսակցական, բարեսիրական, մշակութային, մարզական եւ այն բոլոր մարմիններուն, որոնք մեր ժողովրդի կյանքի մեջ ներկա են եւ իրենց ներկայությունը գարժևորեն ծառայելով մեր ժողովրդի զավակներուն, Աստված միշտ զորեղ ու գանկում բահե Բուրչամուդը։ Բուրչամուդի քաղաքաբեդարանեն վեհապարը իր շքախումբին ընկերակցությամբ հետիոտուն ուղղվեցավ ազգային Սոֆիա Հակոբյան կոլեջ, որում մուտքին թիմավորվեցավ կոլեջի աշակերտության եւ դնորենին, ինչպես նաեւ շրջանի ազգային վարժարաններու դնորեններուն կողմէ։ Սրահի մեջ վեհապարը թիմավորեցին կոլեջի ազգային սրբոց քարասնից մանգած Աբկարյան եւ Աքսորկասարջյան վարժարաններու աշակերտությունները։ Ողջույնի խոսք սկսավ կոլեջի դնորեն Վիգեն Ավակյան, որ նշեց, թե վեհապարը իր քաղաքալության 20 տարիներուն մղիչ ուժ հանդիսացած է գրթական առաքելության։ Այս առիթով Ավակյան վեհապար դիրոջ անցնեց կոլեջի 50-ամյակի հուշամատյանը։ Կորձատրվեցավ գեղարվեստական Բաթշաճ Հայդակիրմը, որուն ընթացքին սրդի խոսք արտասանեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ շահեեպիսկոպոս Փանոսյան, նշելով, որ վեհապար դիրոջ այս այցելությունը պաշտոնական հրավերի մշարժարիթը ազգային միացյալ վարժարան փոխադրվելու։ Իր պատգամի մեջ վեհապար հայրաբեդը ընդգծեց, որ Բուրչամուդը լիբանանահայության հավաքական կյանքի դրսևորումն է եւ ուր կարեւոր են հայ եկեղեցին եւ դպրոցը։
Նորին սրբությունը հիշեց իր մանկության օրերը, նկատել տալով, որ իրենք հայկական վարժարան հաջողեցին հագարակ բոլոր դժվարություններուն եւ գոչ ուղեց գարչելու հայկական վարժարանին եւ քալդարի ուսումը շարունակելու ասկային միացյալ վարժարանի մեջ։ Իր շքախումբով Արամարաչին Գաթոյգոս ասկային Լևոն եւ Սոֆիա Հակոբյան քոլեջեն ուղղվեցավ Լոխի Արաքսի Բուլղուրջյան ընկերապժշկական գետրոն, ուր թիմավորվեցավ շրջանային վարչության, դնորենության եւ գետրոնին անձնագազմին գոմե։ Իր ողջունի խոսքի մեջ Լոխի շրջանային վարչության ադենաբեդ Մարալ Մխջյան հայտնեց, որ վեապարի ներկայությունը խթանիչ ուժ կա հանդիսանա բոլորին հավելյալ թափով շարունակելու իրենց ծառայասիրական առաքելությունը։ Հայրական իր պատկամի մեջ Արամարաչին Գաթոյգոս ողջունեց ոչ միայն խոսքով, այլ բարին ամբողջական իմաստով ծառայության լծված այս նվիրական կառույցը Լոխի գործունեությունը նկատելով առանձնական ու վեհ։ Նորին սրբությունը լուսարցակի դագարավ այն իրողությունը, որ միությունը իր մասնաճյուղերով, թարմանադուներով, ընկերապժշկական գետրոնով եւ այլ կառույցներով անփոխարինելի թերագադարություն ունեցած է լիբանանահայության յանքի մեջ, հատկապես քաղաքացիական պատերազմին ծանր դարիներուն։ Վեապար Հայրաբեդը հատկապես նշեց, որ անցնող դարիներուն Լոխը նաև նեցուկ եւ աբավեն եղավ Սուրիահայ մեր հայրենագիցներուն, գոչ ուղելով նույն ոգիով ու վճռականությամբ շարունակելու այս միության նվիրական աշխատանքը։ Այցելության ավարտին վեապարին հանձնվեցավ ցերակորց խաչմը։ Աբա վեապարը այցելեց Վահան Թեքեյան վարժարան, ուր դնորեն Գալինա Շամամյան արդասանեց բարի քալուստի խոսք, հաստատելով, որ Արամարաչին շենցուց գիլիգիատորը միության խաղապարությամբ զորացուց հոգևոր կյանքը եկեղեցին նույնացնելով ժողովրդի ցավին ու դարաբանքին։ Անտիդել դվավ, որ Արամարաչինի 20-ամյա վաստակը այսօր գչերմացնե հայության կյանքը, ինչպես նաև արդակին մագարտակի վրա կհանդիսանա հայտադի հետաբնտման առանցքներեն։ Վեապար դիրոջ այցելության առիթով վարժարանի հոգապարծության ադենաբեդ դոկտոր Հովիկ Վարդանյան նորին սրբության հանձնեց հուշանվերմը։ Արամարաչին Գաթոյգոս ասավ, որ հայ դբրոցը իսկական հայ երթիկ է, որուն դակ հայ աշակերտը ամեն ինչ կսորվի, եւ որ գտանի հայագերդումի ու մարտագերդումի սրբազան առաքելություն, զորգադարողները հայ ուսուցիչներն են, ուստի պետք է սիրել զանոնք ու արժևորել։ Այս առիթով անթրբադեց բոլոր անոնք, որոնք դբրոցի առաքելության եւ քոյադեման գծադարեն։ Աբա Վահան Թեքեյան վարժարանին աշակերտներուն կողմէ գործադրվեցավ գեղարվեստական հայդակիրմը։ Հովաբեդական այցելության հաջորդ վայրը եղավ Մարաշի հայրենակցական միության գետրոնը, ուր գերմանիկ սրային մեջ մատուցվեցավ գեսորվան ջաշը։ Ողջույնի խոսք արդասանեց միության ադենաբեդ Ժան Մոմջյան, որ վեհապար դիրոջ գետրոն այցելությունը մեծ բադիվ համարեց Մարաշի հայրենակցական միության համար։ Ժան Մոմջյան հայտնեց, որ նախաբես համեստ պայմաններու մեջ եղող սրահը վերածված է բարեզարտված շքեղ կառույցի, որովհետև միությունը դարիներու ընթացքին բազմապատկած է իր կարողությունը, որբեսի ավելի մեծ դարողությամբ օժանդակություն ցուցաբերե հայորդիներուն, ավելցնե բարեսիրական ասկոկուտ ծառայությունները մանավանդ կրթական մարզի մեջ։ Վեապարը քննադեց Մարաշի հայրենակցական միության աշխատանքը գորով եւ հարադեվություն մաղթելով։ Նորին սուրբոզություն դերդեր Արամարաչին վեապար Հայրաբեդ իր շքախումբով այցելեց Հոմենեթմենի գետրոնական վարչության գետրոնադեղի, ուր խոսք արավ գետրոնական վարչության ադենաբեդ Քարնիկ Մգերդիչյան, որ միության 26000 անդամներուն համար այդ այցելությունը նկատեց հբարդության առիթ, մանավանդ որ Գաթոյգոսը յուրահատուկ դեղ ունի միության սրդի մեջ։ Անսա որ գետրոնը աշխարհի դարբեր երկիրներու մեջ գործող մասնաճյուղերու միացման գետ կհանդիսանա, հաստատելով, որ Հոմենթմեն չի գնար ինքսին պատկերացնել առանց իր շարքերու ասկային գրոնական թիմակիցին, այդ պատճառով ալ հաջորդական սերունդներ հադուկ հարկանք ունեցած են հայրաբետներուն հանդեպ։ Արամարաչին Գաթոյգոս Հոմենթմենը նկատեց այն կառույցը, որուն առաքելության մասնակցիլ կնշանակե մասնագից դառնալ ասկային առաքելության, ուրախություն հայտնելով, որ այս մեծ գազմագերբությունը մնայուն ծաղման մեջ է։ Վեապար դերը հաստատեց, որ միությունը սիրելի եղած է Գիլիգիո Գաթոյգոսության համար, որովհետև աթորը խորաբես գավադա միության առաքելության եւ բարձր գքնահատեզային։ Վեապար Հայրաբեդը համոզում հայտնեց, որ միությունը իր առաքելությունը առավել աշխուժությամբ պիտի գդարե հայ ժողովրդի կյանքի մեջ, հաստատելով, որ Գաթոյգոսությունը միշտ միության զորագից եւ նեցուկ պիտի ելա։ Հոմենթմենի մեծ ընտանիքին անունով վեապարին հանձնվեցավ հուշանվերմը։
Ապա Գաթոյգոսին գլխավորած բադվիրագությունը այցելեց Ջինիշյան հիշադակի Ցերնարգի գետրոնադեղի, ուր դնորեն Պոլին Սաղարյան իր խոսքի մեջ հիշեց, թե առաջնորդության դարիներուն Արամարաչին Գաթոյգոս գործակցած է Ցերնարգին աշխատանքներուն, ուստի լավաբես կգիտակցի անոր ունեցած գշիրին։ Աննշեց, որ այս տարի Ջինիշյան հիշադակի Ցերնարգը դոնած է իր 50-ամյակը, ավելցնելով, որ 50 տարիներ ու գործունեության ընթացքին գործադրված է Վարդան Ջինիշյանի գդագը, անխդիր ծառայել գարիքավոր բոլոր հայորդիներուն։ Նորին սրբությունը հիշեց Ջինիշյանի դնորեն Հայկ Թիլբյանը, որ ասկանվեր ծառայություն մատուցած է, շեշտելով, որ լիբանանահայ մյուս բարեսիրական միություններուն կողքին Ջինիշյանը մեծ ավանդ ունեցած է ծառայական իր արաքելությամբ։ Վեապար դերը ըսա, որ միության բարերարները ասկային բարերարներ են, հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգներու գետրոնեն գիտակցին, որ քաղաքները պետք է ամեն ցևով բահվին, ուստի պետք է ավելցնել Լիբանանի Ջինիշյան գետրոնին դրամատրված նյութական աջակցությունը։ Վեապարը ապա իր շքախումբով ուղղվեցավ Կարագոզյան հաստատություն, ուր առաջին խոսք առնողը եղավ Լիբանանի խորհրդադու մարմնի ադենաբեդ Գարբիս Մարկարյան, որուն համաձայն թե անցյալին եւ թե այսօր գետրոնը միշտ սրբած ընդունած է իր ասկի զավակները, անդրադառնալով գործունեության դաշտի ընդարձակման։ Անավելցուց, որ գետրոնը գծարայի բոլորին առանց խդրության։ Ողջունի խոսք արտասանեց նաև հաստատության դնորեն Սերոբ Օհանյան, որ անդրադարձավ Կարագոզյանի աշխատանքին դարբեր բնակավարներուն, պաշտոնեության նվիրյալ աշխատանքին, ինչպես նաև հայկական այլ բարեսիրական միություններու եւ երեսփոխանական գրասենյակին հետ համագործակցությամբ հարաճ տարվող գործունեության։ Անխոսեցավ նաև ապակայի ծրագիրներու մասին, շնորհակալություն հայտնելով վեապարին այցելության դված ուղղություններուն եւ օրհնության համար։ Իր խոսքի մեջ Արամարաչին Գաթոյգոս շեշտեց բարերարությամբ անմահանալու երևույթը, հայտնելով, որ հայության կյանքի մեջ նման բարականեր եղած են եւ նմաններ իրենց թրոշ մծկած են իրենց բարերարությամբ։ Անտիդել դվավ, որ բարեսիրական գետրոններու հիմնական գրասենյակները պետք է լավաբես գիտակցին, որ միջին արևելքի քաղաքներու բաբանումը շատ կարևոր է հայության համար եւ անոնց առողջ կազմակերպման մեջ բարեսիրական միությունները կարևոր թեր ունին։ Արամարաչին Գաթոյգոս Շահզոյան գետրոնի մեջ այցելեց Աստագի խմբակրադուն, շրջակայեցավ դարբեր բաժանմունքները եւ ծանոթացավ դարված աշխատանքին։ Ապա վեհապար դերը այցելեց Վանացայն, ուր ուղղագիորեն ցայնասփռված հարցազրույցի ընթացքին փոխանցեց մուրճամուտ տված իր այցելության դպավորությունները, շեշտը դրավ հայկական թիմակիցի բահբանման եւ խոսեցավ իր աբակայի հերանեկարներու մասին, ընդգծելով, որ Գիլիգիո աթորը չարժե որվիր անցերով, այլ դարված գործունեությամբ։ Վեհապար դերը թրվադեց Վանացայնի աշխատանքը, որ իսկական առաքելություն է, լսելի է ամենուրեք, ուստի գենսական համարեց, որ Գայանը իր աշխատանքը անխափան շարունակե։ Ապա Արամարաչին Գաթոյգոս հանդիպում ունեցավ Հոյիթալիփանանի գետրոնական կոմիտեի անդամներուն հետ։ Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Պակրադունի ողջունեց վեհապար Հայրաբեդը, շեշտելով, որ գուսակցության եւ Գիլիգո Գաթոյգոսության միջև միշտ նկատելի եղած է արգայությունը, զիրար զորացնող երկու հսկա հաստատություններու, երկու զորավոր հիմերու սերտ հարաբերությունները։ Անհաստատեց, որ առանց Գիլիգո Գաթոյգոսության եւ Տաշնակցության սփյուռքահայությունը պիտի չլար այնինչ որ է այսօր, հիմք նկատելով համագործակցությունը։ Երեսփոխան Պակրադունի ըսավոր Գաթոյգոսին 20 տարի է բարձրացուցած թրոշակը ոչ միայն կրոնական եկեղեցական բնակավարի մեջ է, այլ մեր ազգային հարցերու հետաբնտման, արևմտահայերենեն մինչև հայեցի թիմակիցի պահպանման, հայտարարի հետաբնտման, ինչպես նաև այս արիտով եղած նախաձեռնություններուն զորակցություն, ներկայություն եւ կորձոն մասնակցություն ցուցաբերման, ավելցնելով, որ Սիսի Գաթոյգոսության համար բացված թադը կորձունեության ընթացակ թաշտ է, որ կգադարվի Արամ առաջինի առաջնորդությամբ եւ հովանավորությամբ, եւ որում մեջ պետք է յուրաքանչյուր հայ, նաեւ տաշնակցական, պետք է ունենա իր ներդրումը եւ զորակցությունը մնայուն գործակցությամբ։ Անհաստատեց, որ տաշնակցությունը միշտ Գիլիգո Գաթոյգոսության կողքին է։ Խոսք արավ նաև Հոյիթաբյուրոյի երկար տարիներու նախկին անդամ, պատմապան եւ բազմաբաստակ մտավորական Երվանդ Փամբուկյան, որ թիդել դվավ, թե ձանր բարդականություն է Գաթոյգոսությունը։ Անանդրադարձավ Լիբանանի մեջ չամփված առաքելության, նշելով, որ այսօր իսպյուրս աշխարհի առաջին կիծի վրա աշխատանքի լծվածները լիբանանահայեր են, որոնք հասակ նետած ու գազմավորված են այս քաղուտի մեջ։
Փամբուկյան կարևոր նկատեց բահբանել այն գարույցները, որոնք մարդ ու հայ գազմավորելու ծառայած են։ Մարդուժ պատրաստած են ամբողջ սփյուռքի հայության համար, թիդել տալով, որ պատերազմական տարիներուն թերևս այս իմաստով թերացում եւ նահանջ արձանագրվեցավ։ Սակայն այսօր պետք է վերստին կիդակցի լիբանանահայության ու սերուն տրված այդ բարդականության եւ ըստայնմ կործել։ Անշեշտեց, որ պետք չէ ակնկալել Հայաստանեն եւ Հայաստանեն քաղաքտոներեն ներուժ եւ մարդուժ ստանալ։ Արամ առաջին Գաթողիկոս իր խոսքի մեջ անդրադարձավ դաստամյակները ի վեր տաշնակցության եւ Գիլիգիո Գաթողիկոսության միջև կորձակցության, որ գծարայ հայության քերակույն շահերուն համար, որովհետեւ այս երկու գարույցները քաղաքական եւ գրոնական ամբողջական գերբով եւ միշտ հանցնարու եղած են հայրենիքին, ժողովրդին, բանջադիրության առնչված ընդհանրական եւ քերակույն շահերուն։ Նորին սրբությունը հաստատեց, որ այս կորձակցությունը պիտի շարունակվի իսեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հզորացման եւ մերասկային բանջադիրության հետաբնտման, հավատարմությամբ շարունակելու նախնիներուն գծած ճամփան։ Վեհապար հայրաբեդը թիդել տվավ, որ այսօր ավելի քան երբեք գարիքը գա այդ համակորձակցության ի խնդիր թե հայրենիքի եւ թե սփյուռքի քաղուտներուն։ Անմեծ իրակորձում նկատեց ասկայի միացյալ վարժարանի բացումը, կարևոր սեբելով զայն շնչավորել հայ աշակերտությամբ, ինչ որ կարելի պիտի ըլլա միասնական աշխատանքով։ Արամ առաջին Գաթողիկոս անհրաժեշտ նկատեց սփյուռքի հայության սիրտը եղող քաղուտի հզորացումը եւ Լիբանանի մեջ մեր գազագերբվածությամբ եւ գեցվածքով իբրև զորեղ համայնք ներկայանալը, հաստատելով, որ այս առումով Գիլիգիո Գաթողիկոսությունը միշտ նեցուկ է եւ շեշտելով, որ յուրաքանչյուր գարույց ընելիք ունի այս նպատակներու իրականացման համար։ Ան նաեւ շեշտեց, որ Հոյիտան եւ Գաթողիկոսությունը գենտանի բահեցին երակույնն ու ամբողջական Հայաստանի դեսլագանը։ Գիլիգիո Գաթողիկոսության, սփյուռքի հայության հոգևոր գետրոնի առաքելության եւ դարած գործունեության մասին խոսելով Արամ առաջին հայտնեց, որ բազում մարդահրավերներու թեման թիման է աթորը, սակայն ծառայությամբ կարելի պիտի լաթիմակրավել ամեն ինչ, միշտ դաշնակցության հետ գործակցաբար։ Արամ առաջին Գաթողիկոս այցելեց նաեւ համասկայնի Վահեսետյան հրադարակչադուն, ուր ծանոթացավ հրադարակչադան ծավալուն գործունեության, որ մեծ պատասխանատվությամբ կդանի Սետյան հրադարակչադունը։ Վեհապարին շրջակայության վերջին գանքարը հանդիսացավ համասկայնի Լևոնշանտ մշակութային գետրոնը, որում մուտքին վեհապարը թիմավորվեցավ դհոլի համույթի կողմէ։ Քևորք եւ Հերմինե Արմենիան սրահի մեջ դեղի ունեցավ հadouk հանդիսություն, որում բացման խոսքը արդասանեց համասկայնի քեղարվեստի դպրոցներու ընդհանուր դնորեն Հակոբ Հանդյան, որ անդրադարձավ շենքի գերդումին, հագարակ օրին դիրող դժվար պայմաններուն, թիդել տալով, որ դպրոցները այսօր եւս կարևոր առաքելության լծված են, մշակութային պահպանում, նոր սերունդներու փոխանցում եւ արվեստի դարբեր մարզերու ուսուցման առումով, որուն իբրև արդյունք այսօր կան մեծ թիվով արվեստագետներ, նույնիսկ մասնակետներ։ Անհաստատեց, որ գետրոնը միշտ պիտի կործել լավեն թեպի ավելի լավ, պիտի շնչե հայ արվեստով եւ հայ մշակույթի ջարակայթումը հանդիսանա։ Աբա խոսքարավ շրջանային վարչության ադենաբեդ Բեդիկ Ծառուկյան, որ անդրադարձավ այն իրողության, թե համասկայնի այս գարույցի մեջ հասագարին ու պիտի շարունակեն տրծվել հայ մանուկներ երաժշտության, գերբարվեստի, բարի թատրոնի եւ ընդհանրապես հայ մշակույթի հնոցի մեջ։ Անշեշտեց, որ այսօր ավելի քան երբեք կարիք ունին հոգեվոր, գրթական ու ասկային կյանքի վերանորոգման ու ծաղկումին, իսկ Արամ առաջինի այցելությունը նոր շունչ ու թարմություն պիտի բերե համասկայինի մեծ ընտանիքին։ Իր պատգամի մեջ Արամ առաջին Գաթողիկոս հաստատեց, որ համասկայինը իր գարույցներով դարիներ շարունակ վար բահած է մշակութային արժեքները, որոնցմով գաբրի ժողովուրդը։ Այս առումով շատ կարևոր նկատեց Լևոնշանտ կետրոնը, որուն հարգին տակ մշակութային արժեքներ գերդող նոր ստեղծագործողներ պիտի ծնին։ Նորին սրբություն ու ուրախություն հայտնեց իդես կետրոնին ջամփով դարված առանցքային գործունեության եւ բազմաջյուղ աշխատանքներուն, Մեծիդանը Գիլիգիո Գաթողիկոսության զորակցությունը հայտնելով համասկայինի ծավալած սրբազան առաքելության։ Գործատրվեցավ քեղարվեստական հայդակիրը Թաշնակ, Չուտակ Զուկանվակ եւ Թաշնագի Մենանվակ։ Ավարտին համասկայինի մեծ ընտանիքին անունով վեհապար դիրոջ հանձնվեցավ հուշանվերմը։